Ուշադիր նայեք այս քարտեզին։ Այս քարտեզն են ակտիվորեն տարածում ադրբեջանցիները օրերս բռնազավթված Արցախում Իլհամ Ալիևի ելույթից հետո։ Ալիևն անհանգստացել է, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը այլևս կարող է չընտրվել որպես իշխանություն եւ իրեն իրավունք է վերապահել հերթական անգամ միջամտել Հայաստանի ներքին գործերին, ընդդիմությանը անվանելով ռևանշիստներ եւ միաժամանակ կրկին մատ է թափ տվել Եվրոպայի վրա, որ ձեր դիտորդներին ինչ եք շարել սահմանին, մենք Հայաստանի վրա հարձակվելու ոչնչացնելու նպատակ չունենք։ Азербайджанский народ не сделал армянскому народу ничего плохого. Причины их ненависти к нам, вероятно, должны изучать психиатры, психологи, врачи. До тех пор, пока в армянском обществе существуют политические силы, живущие с чувством ненависти к Азербайджану, мы должны быть бдительными. Сегодня мы живем в условиях мира, и автором этого мира являемся мы сами. Если бы мы не захотели, мира бы не было. При желании мы могли бы провести любую военную операцию в любом месте. Это знает и руководство Армении, и те, кто за ним стоит. Сколько бы они ни стояли за их спиной, они знают, что против нашей силы у них нет никаких шансов, они беспомощны. Если бы у них были силы, то они могли помочь Армении еще в 2020 году. Некоторые иностранные лидеры, которые сегодня приезжают в Армению и строят из себя мнимых героев, были у власти в своих странах и в 2020 году, что же они тогда не приехали и не помогли Армении? Пустословие и ничего более. Все, чем они занимаются, это пустословие, поэтому коэффициент поддержки в их собственных странах составляет 10-15%. Теперь они якобы спасли Армению от нас. У нас не было намерения уничтожать Армению или отнимать у нее независимость. Сегодня на Азербайджано-армянской границе все еще стоят якобы на страже европейские так называемые наблюдатели. И я и тогда говорил, если мы хоть раз выстрелим, у них только пятки засверкают, там и следа их не останется. Но они ведут себя так, словно защищают Армению от нас. Не нужно защищать Армению от нас. Мы добились того, чего хотели. Выставлять себя на этом мероприятии в Армении же героями, мол, они остановили Азербайджан, иначе этот агрессивный Азербайджан уничтожил бы Армению, все это вздор. У нас не было, нет и не будет таких намерений, если против нас вновь не будут совершены провокации. Однако мы знаем, что в политической плоскости Армении достаточно кругов, живущих ненавистью к азербайджанскому народу и государству, и если они придут к власти, вот тогда у армянского народа будут большие неприятности. Հարց է առաջանում, թե ինչու է այդպես անհանգստացել Ալիևը եւ այդքան նեղված եվրադիտորդներից։ Մի մարդ, ով որ ցանկություն ունի Հայաստանի հետ խաղաղություն ունենալ, այլևս պատերազմի էջը փակել է, ինչու է անհանգստացած, որ եվրադիտորդներ են կանգնած եւ ինչու է անհանգստացած, որ ընդդիմությունը կարող է հաղթել։ Ի վերջո, խաղաղությունը հաստատվում է պետությունների մակարդակով եւ ընդդիմությունը ինչքան էլ նեղված լինի պատերազմի արդյունքներից, չի կարող գալ եւ պատերազմ սկսել հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի նաեւ թողած ժառանգությունը, որ այսօրվա Հայաստանի ներուժով հնարավոր չէ պատերազմ սկսել եւ հաղթել Ադրբեջանին։ Միշտ պատերազմ սկսել է Ադրբեջանը։ Այսինքն մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանով միջանցք վերցնելը եւ 300,000 ադրբեջանցիների գալը դա ուղղակի քաղաքականություն է, որը Ալիևը շարունակում է։ Դա մեր կամաճույքը չէ։ Եվ այն մարդիկ, ովքեր դա ասում են, դրա մասին խոսում են, բարձրաձայնում են, ուղղակի արտահայտում են իրենց մտահոգությունը, որովհետեւ հայ ժողովրդի գլխի տակ Արցախյան պատերազմից առաջ էլ միշտ բարձ էին դնում։ Հիմա էլ են բարձ դնում, որ խաղաղություն է։ Ես ուզում եմ այս առումով հստակ մի բան առանձնացնել, թե ինչով է իշխանությունը եւ ընդդիմությունը տարբերվում։ Իշխանությունն ասում է եկեք հաստատենք խաղաղություն ամեն ինչ զիջելով եւ Ադրբեջանը մեզ հետ կլինի խաղաղ։ Ստացվում է, որ այս 30-40 տարիների ագրեսիայի պատերազմի զոհերի մեղավորը հայերն էին, որոնք համարձակվել էին հանկախ իրենց հայրենիքում ազատ ապրել։ Ոչ թե Ադրբեջանն էր հարձակվել, այլ հայերն էին հարձակվել ադրբեջանցիների վրա, եւ եթե մենք դադարեցնենք այդ ագրեսիան, Ադրբեջանը կխաղաղվի, ինքը մեղավոր չէր, մենք էինք մեղավոր։ Սա իշխանության քարոզն է ըստ էության։ Իսկ ընդդիմությունն ասում է մենք երբեք մեղավոր չենք եղել եւ ճիշտ է ասում։ Ես նկատի ունեմ առողջ ընդդիմությանը, բանական ընդդիմությանը։ Ագրեսիա միշտ սկսել է Ադրբեջանը եւ այդպես է եղել միշտ։ Մեր խնդիրն է ունենալ ամուր հզոր պետություն, երբեք չվստահել Ադրբեջանի խաղաղասիրական նպատակներին, կառուցենք պաշտպանված հզոր երկիր եւ Ադրբեջանի հետ հարաբերվենք ուժի դիրքերից, որովհետեւ թույլի դիրքերից նա միշտ պահանջում է ավելին։ Եվ մենք տեսնում ենք, որ ակտիվորեն տարածում են այս քարտեզները։ Խաղաղություն ուզող երկրում նման բաներ չեն անում։ Եթե դու հասել ես նրան, որ միջանցք չկա, կա ընդհանրապես ճանապարհ, որ Հայաստանի ինքնիշխանության տակ է, ինչու է քո հետ խաղաղություն կնքած երկիրը, որի քարոզը դու անում ես այսօր, այսպիսի քարտեզներ տպում իր հողերի վրա եւ ակտիվորեն տարածում համացանցում։ Ինչու է միջամտում քո ներքին գործերին, ինչու է անհանգստացած, որ Հայաստանում իշխանություն պետք է փոխվի։ Այսինքն ուրեմն ինչ,
Հայաստանում միշտ պետք է լինի Նիկոլ Փաշինյանը, պետք է հաստատվի բռնապետություն, որ Ալիևը հանգիստ լինի մեր վրա չհարձակվի։ Միշտ պետք է Ալիևի սրտով Հայաստանում ղեկավար ընտրվի։ Սա է Նիկոլ Փաշինյանի առաջարկը հայ ժողովրդին։ Հետևաբար հստակ պետք է տարբերել Նիկոլ Փաշինյանի մոտեցումը ընդդիմությունից եւ պատերազմի սանձազերծողը միշտ եղել է Ադրբեջանը։ Եվ հետևաբար Հայաստանին պաշտպանել է պետք։ Հայաստանի ինքնիշխանությունը պետք է պաշտպանել։ Առանց ամուր, հզոր Հայաստանի դա հնարավոր չէ ոչ խաղաղություն հաստատել, ոչ էլ ինքնիշխան լինել, որովհետև Ալիևը կարող է որոշել, որ ով պետք է լինի Հայաստանում ղեկավար, ով պետք է լինի Հայաստանում սահմանին կանգնած։ Նա է այսօր որոշում։ Եվ Հայաստանից նրան որևէ մեկը չի էլ հակաճառում։ Սա է խնդրեմը, եւ սա գաղութացում է։ Սա Ադրբեջանի կողմից Հայաստանի գաղութացում է։ Այստեղ ոչ ինքնիշխանություն կա, ոչ խաղաղություն, ոչ էլ անվտանգություն։ Սա պետք է հստակ հասկանալ։